եւ իրականացնում ենք 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրը եւ նաեւ ակադեմիական քաղաքի ծրագիրը, որը պետք է այս ամբողջ օրակարգը սպասարկելու համար մեզ պետք են ավելի շատ նոր որակի կադրեր եւ ընդհանուր առմամբ մեր առանցային էլ բարձր կրթական ցենզը մենք պետքա եւս մի աստիճանով բարձրացնենք, բայց շատ կարևոր է իհարկե ամեն ինչը տեղի է ունենում խաղաղության շնորհիվ, բայց խաղաղություն մենք չենք մոռանում Հայաստանի պաշտպանության անհրաժեշտության մասին եւ ահա 2026 թվականի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսը կարծում եմ տվեց եւս մի կարևոր հարցի պատասխան, թե ինչքանով են ճշմարիտ այն պնդումները, թե Հայաստանի կառավարությունը, կառավարող մեծամասնությունը ջանք չի գործադրում Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության նոր բանակի ձևավորման եւ ստեղծման առիթով, ինչը դուք տեսաք մայիսի 28-ին։ Եվ ես շնորհակալ եմ բոլորիդ համբերության համար, որովհետեւ 5 տարի մենք ռեակցիա չենք տվել։ Մեզ անդադ ասել են, որ մենք բանակը քանդում ենք, որ պաշտպանության ուղղությամբ ոչ մի բան չենք անում, որ մենք արտաքին պարտքը կրկնապատկել ենք, տարել ենք Շվեյցարիաներում ենք դրել, չգիտեմ, Կանադաներում, Ֆրանսիաներում, եւ շատ կարեւոր է, որ այս ընթացքում մեր լռությունը չմեկնաբանվեց որպես համաձայնություն, որովհետեւ այն ինչ դուք տեսաք, մենք իրականացրել ենք գաղտնիության պայմաններում եւ Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է անցել ձեր աչքի առաջով, բայց ամենակարևոր նորությունը այն է, որը էլի նոր որակի պետության մասին է, որ այդ սպառազինության մի շատ կարևոր հատվածը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում,